Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է իրենց կողմից արված այն հայտարարության մասին, որ եթե այլ ուժ հաղթի ընտրություններում, կլինի պատերազմ։ Ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը եւ երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Դա ես շատ ուղիղ առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։ Բոլոր այդ ուժերը այսօր հստակ, իմիջայլոց ասեմ, նրանցից ոմանք ըստ ամենայնի չեն էլ հասկանում ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որոնք իրենք արտասանում են, առնվազն մի մասը ինձ համար ակնհայտ է, որ ուրիշ տեղեր են գրված եւ նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են։ Որոշ ուժեր ըստ Փաշինյանի պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր։ Եվս մեկ անգամ Փաշինյանն անկախության հռչակագրի վերաբերյալ արտահայտել է իր կարծիքը։ Անկախության հռչակագրի խնդիրը եւ մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ եւ ոչ թե ուրիշներին մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Պատկերացրեք, դուք տեղափոխվել եք նոր բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի եւ կողքի եւ հետեւի եւ մյուս կողքի հարևաններին այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Դա ինչ է նշանակում։ Ոնց է այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում։ Միայն ու միայն արտաքին օգնության, այսինքն միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով։ Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունը ակնկալում եք։ Որ ուժն է ուժեղ, որը թույլ, մեկնաբանել է Փաշինյանը։ Ասում են ուժեղի եւ թույլի հարց են բանանում, բարձրացնում։ Այդ մի հատ հասկանանք, իրանք այդ ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Եթե կարան իրանք 30 անգամ ասենք ձգվեն այդ օլիգարխները, թող ուղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, անկեղծ ձեզ ասեմ, բայց ես կարամ 100 կիլոմետր հեծանիվ քշեմ, թող գան, իրանք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուղիղ, կարան ձգվեն, թող ձգվեն, ուրիշ ինչից են ուժեղ, ուրիշ ինչից են, ինտելեկտից են ուժեղ, թող մտնեն ուղիղ եթեր իրանց ինտելեկտը ցույց տա։ Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն է թույլիկ են եւ վերլուծական մտքով եւ բառապաշարով։ Եվ ես կարծում եմ, որ եթե դա որևէ մեկը ապացուցված չի համարում, դա շատ հեշտ է ապացուցել։ Իրանք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենց փողերը աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով, իրանք թույլ են, որպես բիզնեսմեն, իրանք թույլիկ են ուղղակի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանաբնակ ոչ մի հայի չի հանդիպել, որ համակրանք չի արտահայտել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ։ Լսեք, նրանք գալու են դոմպիպոյի օգտին են քվեարկելու, թե կակայինի միհրանի օգտին են քվեարկելու։ Այսինքն ես ոնց կարամ այլ կերպ մտածել մեր ժողովրդի մասին։ Ոնց կարամ այլ կերպ մտածել։ Ասենք գալու են դոմպիպոյի, կոկայինի, միհրանի, նեմեց ռուբոյի օգտին քվեարկել։ Ասենք ես կարամ մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Ես կարամ մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Չեմ կարա ես մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Եվ ես համոզված եմ, որ ես ճանաչում եմ մեր ժողովրդին։ Որ պահին պարզվի ես չեմ ճանաչում մեր ժողովրդին, ես այդ պահից կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, այս կամ որևէ այլ պատճառով։ Փաշինյանն անդրադարձավ նաև վերջին օրերին սոցհարթակներում իրեն հանդիպած վերնագրերին ու հայտարարություններին։ Տեսնում եմ վերնագրեր, ներիր մեզ Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, Հասկանում եք, այս ամեն ինչի մասին է,
այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմը անմիջապես կամ ասում են Արարատը մերն է, դա դիվանքը մերն է, դա պատերազմը։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։